Քրիստոս հայրյալ իմերելոց, օրինյալը հարությունը Քրիստոսի։ Հարգելի հայրենակիցներ, այս ամենամեծ, ամենաուժեղ տոներից մեկում ուզում եմ ձեզ բոլոր իմ ազգի այսօրվա աշխարհով մեկ սփռված հայությանը առաջինը մեկ բան ցանկանամ։ Իրոք մենք դեմքով վերադառնանք դեպի մեր Տեր Աստված։ Մենք այսօր կանգնած ենք մեծ ճակատագրական ճանապարհի առջև։ Ես ուզում եմ այս սուրբ օրով, որ ձեր սրտերում, ձեր ընտանիքների սրտերում վառվի Աստծո գիտության լույսը, որ ճիշտ անցնեք այն ճանապարհով, որը մեր դեմ այսօր կանգնած է։ Եվ ուզում եմ բոլորիս մաղթեմ ամենակարևորը Աստծո օրհնությունը իջնի մեր ընտանիքների վրա, մեր սրտերը բարիանա, չարությունները վերանան, մեր երկիրը խաղաղվի եւ հաղթենք Աստծո լույսի ուժով։ Ուզում եմ խոնարհվեմ բոլոր քույրերի, մայրերի, հայրերի, եղբայրների առջև, այն մարդկանց, ովքեր իրանց զավակներին տվեցին մեր հայրենիքին։ Նրանք Աստծո դրախտում են եւ գտնվում են Աստծո գիտության մեջ։ Եվ հարգելի հայրենակիցներ, Ղարաբաղի ժողովրդին մաղթում եմ հանգստություն, մաղթում եմ նրանց սրտերը նորից լցվեն այնպիսի բարությամբ, որ նրանք կարողանան անցնել այս դժվար ճանապարհը։ Հարգելի հայրենակիցներ, այսօր, չգիտեմ ինչպես, իմ ծննդյան օրվա առթիվ իմ լրացավ ապրիլի 5-ին 55-ամյակս, 3-5։ Ես գտնում եմ, որ դա իմաստության եւ լավ նշան է, եւ ես ամբողջ կյանքս նվիրել եմ իմ ազգին եւ իմ ազգի հետ եմ։ Նաեւ հիմա հարգելի հայրենակիցներ, ամբողջ կյանքս նվիրելով ձեզ, իմ Աստծուն, իմ հայկականությանը, իմ հայ ազգին, ուզում եմ, որ մենք բոլորով իրար հետ ճիշտ ճանապարհ անցնենք, որ մյուս տարի Զադիկին բոլորով շնորհավորենք նորից իրար սրտանց։ Շնորհավոր բոլորիս այսօրվա մեր տոնը։ Մնաք բարով, լավ լինեք։